Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ, որ դեռ իմ հետ եք, շնորհակալ եմ, որ դեռ միասին ենք, դե չենք մոռանում, տարածում ենք։ Ասեմ ինչի համար։ Այսօր ես կարդում էի բազմաչների դեմ պայքարի ժամանակ բոլշևիկները 17 թիվ։ Իմիջիալոտ այդ բազմաչների դեմ պայքարի ժամանակ էր, որ Մելքումովը մեզ սատկացրեց Էնվերին։ Երևի գիտեք այդ պատմությունը, պարզվեց Էնվերը դա ռուսական ագենտ էր, դրտես, որին ուղարկել էին բոլշևիկների իշխանությունը հաստատելու Միջին Ասիայում, բայց պարզվեց այնտեղ հավաքում է թուրքալեզու ցեղերին, որպեսզի պայքարեն ռուսների դեմ։ Թուրանի համար պայքարը դեռ այդ ժամանակվանից էր։ Մի խոսքով մեր արցախցի բարեկամը սատկացնում է, ուղարկում են ուղակի գնդակահարելու։ Մի խոսքով, այդ ժամանակներում հասկանում են, որ տարածաշրջանում բոլշևիկների ազդեցությունը քիչ է եւ ինչ են որոշում Մոսկվայում, որոշում են, որ ուժը ուժ, բայց առանց քարոզչության, առանց ինֆորմացիայի այդ ժողովուրդների հետ դժվար է եւ պետք էին մարդիկ, որոնք գրագետ էին, կարդալ գիտեին, լեզուներ գիտեին, որ պետք է որ կարողանային սովետական գաղափարախոսությունը բոլշևիկյան փոխանցել այդ վայրի ցեղերին, թուրքական ցեղերին, պարզ պրիմիտիվ նախադասություններով, մոտարապես sense բոլշևիկները որ եկան, հողը քոնն է, գործարանը քոնն է, այն ինչ որ քեզանից խլել են, կոպեկ կար կոպեկ, բրդուջար բրդուջ վերադարձել են քեզ։ Մոտարապես նույնն է ինչ որ Փաշինյան Նիկոլը խաբեց մեզ։ Մի խոսքով գտնում են երկար ժամանակ ամբողջ մի բաժին աշխատում, որ գտնեն մարդիկ, որոնք տիրապետում են տեղի լեզուներին եւ գրագետ են, որպեսզի բոլշևիկյան այդ թղթերը կարդան, թարգմանեն եւ այդպես ու շատ մեծ դժվարությամբ, մեծ զոհերով կարողանում են միջինասիական այդ պետությունները բոլշևիկացնել։ Սա ինչի համար եմ ուզում ասել, որ նույնիսկ այն ժամանակ այս գրածները, գաղափարները դուր առ դուր, հատ մարդկանց հասցնելը եղել է ճակատագրական, որտեղ առանց դրա իրենք ուժով չէին կարողանում, որովհետև թուրքական ցեղերը իրար ավելի լավ էին հասկանում էին, որ սրանք օտարազգի են, եկել են իրենց գրավեն, եթե չլիներ բոլշևիկյան sense ագրեսիվ քաղաքականությունը քարոզչության իմաստով, բոլշևիկները չեն կարողանալու գրավել Միջին Ասիան։ Սա ինչ եմ ասացի։ Որ դուք պատկերացնեք ինչքան կարևոր է այս հաղորդումների տարածումը։ Իսկ հիմա անցնենք մեր այսօրվա ամենակարևոր նորություններին։ Ես գիտեմ, որ բոլորդ մի տեսակ շոկի մեջ եք այս եպիսկոպոսած դասի այս գործողությունների հետ կապված։ Ես դրա մասին անպայման խոսելու ենք ու դրա համար մեծ շնորհակալություն ես պետք է հայտնեմ Նիկոլ Փաշինյանին։ Չզարմանաք ինչի։ Իրոք չզարմանաք, ես գնահատում եմ, որ սա որպես շատ կարևոր քայլ մեր համար, ոչ թե իր համար։ Դա մասին խոսանք։ Իսկ միջև այդ այս նկարն եմ ուզում նայենք։ Հələ տեսեք, այս տակի վառվող քաղաք ակտիվ կյանքի մեջ հպարտ ու սառը sense վիճակով կանգնած հանգիստ նայում ես ամեն ինչի Մասիսը։ Այս հանդարտությամբ եւ ինքնավստահությամբ մենք պետքա նայենք մեր անելիքի իմանալով, մեր արժեքը իմանալով, նրան ինչ որ կատարվում է մեր շուրջը, դա լինի քաղաքական հրդեհ, թե իրական հրդեհ։ Անտոն Չեխովը շատ լավ բառ ունի ասած. չի կարելի աղբից պահանջել, որ ինքը աղբ չլինի։ Սա ասել է պատկերացնում եք 120-130 տարի առաջ երևի ժամանակ կանխատեսել էին ԿՊ ծնունդը։ Բայց բարձվում է, որ այդ տեսակը միշտ եղել է Անտոն Պավլովիչ Չեխովի ժամանակ նույնպես։ Իրոք, երբ որ դու աղբից պահանջում ես, որ ինքը չլինի աղբ, ինքը զարմացած վրետ է նայում։ Չէ՞ որ աղբի հետ շփվելուց կամ կեղնա մնալու վրետ կամ հոտը վրա այդ պետք է։ Իմաստը որն է։ Դրանց պետք է նեյտրալիզացնել։ Ուղղակի հերո աղբը պետք է լինի աղբամանում, աղբի տեղը աղբամանում է։ Սա այն էր, ինչ որ Պավլիկը 16 թվականի հուլիսյան ապստամբության ժամանակ ասեց այդ Նիկոլին, վերցեք մցրեք զիբիլի vedron։ Այն ժամանակ մենք չարեցինք, հիմա քաշում ենք հետևանքները։ Եվ այսպես, միջև եկեղեցու այս խնդրին անդրադառնալը ես ուզում եմ այս տեսանյութը ձեզ ցույց տալ, որը Վարդան Ղուկասյանի մասին է պատրաստած։ Այս անգամ ոչ մի հայ չկա մասնակցող, ոչ ես, ոչ Գայանե Մանուկյանը, որ սովորաբար անում էր,
իրենք են ամերիկացիներն են պատրաստել այս տեսանյութը։ Իմ համար ուղղակի անական կալ եւ ձեր հետ ուզում եմ սա կիսվել։ Задержали агенты АИС, армянские полицейские. Իմ ջալոց, ես չեմ թարգմանի, որովհետեւ համ կա անգլերենը, համ ռուսերենը, ովքեր ռուսերեն չգիտեն, վստահաբար գիտեն անգլերեն, հետևում կարող են լսել անգլերեն տեքստը։ Դամա ես առանց միջամտելու միջև վերջ կլսեն միասին։ Политический диссидент остается за решеткой в тюрьме Хендерсон. Спасибо, что были с нами в 6:30. Я Денис Вальдис. А я Брайан Лофтус, репортер новостей на 8 канале Джошуа Пигюра освещал задержание этого человека в течение нескольких месяцев. И сегодня вечером вы впервые услышите его историю. Я был на митингах в Вардоне. Лукас брал интервью у его сторонников и разговаривал с его адвокатами. Но сегодня вечером мы впервые услышим самого Мукасана. Он говорит через переводчика. Он не надеется, что ему предоставят политическое убежище в США, несмотря на угрозы, которые ему поступают в Армении. Я была в США на законных основаниях, пока меня не похитили. Меня не арестовали. Меня похитили. Мукасан находится в тюрьме Хендерсон. Он знаком с тюремными камерами, так как был заключен в тюрьму в Армении за свои политические взгляды. Мукасан приехал в США из России в 2022 году, чтобы получить политическое убежище. Но по данным иммиграционной таможенной службы, Мукасан был арестован сотрудниками АИС 20 февраля и помещен под стражу для рассмотрения его дела об иммиграции. Он въехал в США 19 февраля 2022 года и не покинул страну в соответствии с условиями своего въезда. В их репортажах часто упоминалось, что Вартан Хукасян нарушил иммиграционное законодательство, но это неправда. Вартан Хукасян не нарушал иммиграционное законодательство. Я нахожусь в США на законных основаниях. США выдали мне разрешение на работу, карточку социального страхования и водительские права. В сентябре Хукасан подал федеральный иск против Министерства внутренней безопасности, утверждая, что его трижды госпитализировали. Согласно судебным документам, после нескольких недель жалоб на боли в груди, помутнение зрения, носовые кровотечения и головные боли. 25 июня Хуксянь потерял сознание в своей камере и был обнаружен сокамерником, который сообщил об этом сотрудникам тюрьмы. Хуксянь не надеется, что его освободят в США. Федеральный иммиграционный судья уже отказал ему в освобождении, пока рассматривается его дело. Адвокаты попросили меня пока не раскрывать все карты, но мы глубоко разочарованы решением иммиграционного суда. Я в шоке от судебной системы США. Даже Северная Корея позавидовала бы такой судебной системе. США заявили в суде, что Вардон Хуксянь приехал в страну в 2022 году как турист и должен был уехать в августе того же года. Правительство Армении попросило США экстрадировать его. Возвращаемся к вам. Обычно дела о политическом убежище в этой стране засекречены, чтобы защитить личность тех, кто подает на него. Но его дело и адвокаты были достаточно прозрачны. Судья еще не вынес решение по его запросу. Եվ այսպես, քանի որ տեքստը հաջող չէր, բեքգրաունդում ես կարծում եմ մեր ոչ ռուսախոս բարեկամներ ամեն ինչ չէր որ հասկացան, խոսքով հեսա միակ դեպքներ, որ ուղիղ խոսացել են Վարդան Ղուկասյանի հետ թարգմանիչի միջոցով, ոչ թե ասենք միջնորդավորված, ինչպես միջև այդ, հիմնական բաները, որ ես առանձնացրեցի, որ ձեզ ասեմ, Վարդան Ղուկասյանը նշում է, որ իրեն բառացի առևանգել են, չնայած ինքը եղել է օրինական կարգավիճակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նրա գտնվել է ժամանակ ինքը ոչ մի էմիգրացիոն օրենք չի խախտել, սեպտեմբերին դիմել է դատարան, որպեսզի իր գործը վերանայեն եւ տրամադրեն իրեն նորմալ բժշկական օգնություն, որտեղ հունիսի 25-ին ինքը վատացել է, փաստորեն ինքը առողջության խնդիրներ ունեցել դատարանում եւ խոսվեց այն մասին, որ Հայաստանը փաստորեն պահանջել է իրեն եւ միջև հիմա դատարանը վերջնական որոշում չունի։ Սա է հիմնական ասելիքը, ես կարծում եմ սա բավական է։ Իսկ թվում է դեկտեմբեր ամսվա մեջ արդեն մենք կունենանք որոշակի որոշում, ժամանակն մի բան էլ անցել արդեն, որպեսզի հասկանանք ինչ ճակատագիր է ունենալու Վարդան Ղուկասյանը։ Այս պահին այս միջոցով այսքանը, հիմա գանք Հայաստան։ Եվ այսպեսի մի ցուցակ այսօր հրապարակվեց, որով
13 եպիսկոպոսի անուն կա այստեղ։ Գրված չի ինչ են պահանջում ազնիվ խոսքը։ Բայց Փաշինյան Նիկոլն է կանչել իր մոտ, այսպես մասա նայեք, կներեք սա չի։ Մասա նայեք։ Ուշադիր նայեք բարևելու ձևին։ Կարացած, կրանալով։ Լավ կարացեք։ Մյատեր խաչը քնքվեցին, ասեն, սիրուն, ու նստեցին, մի խոսքով։ Սա, ես առաջի անգամ տեսա, բնականաբար, ինչպես բոլորը, էմոցիաս արտահայտվեց, դուք հոգևորականներդ ինչպես կարող էիք սեղմել Հայասպան, Ցեղասպան, Սերիական Հայասպան, Կապիտուլյանտ, Թուրքի ծառա, Փաշազադեի խոսնակ եւ այլն, մի ճիվաղի ձեռք, որը ակնհայտ իրականացնում է թուրքական ծրագիրը, այն ինչ որ մեզ sense վրա իրականացվել է, փորձել են իրականացնել հարյուրավոր տարիներ եւ փաստորեն 9 հոգևորական եկան ու ցուցակով ներկայացան։ Հիմա ես ուզում եմ այդ ցուցակին ներկայանալ եւ ես ասեմ ինչու եմ շնորհակալություն հայտնում Փաշինյան Նիկոլին։ Նախ 13 հոգևորականներից չի ստորագրել Աբրահամ Մկրտչյանը, չի ստորագրել Արմաշ եպիսկոպոսն Ալբանտյանը, չի ստորագրել Սելովեյ եպիսկոպոս Իսախանյան եւ Նարեկ եպիսկոպոս Ավակյան։ Հիմա ես ուզում եմ կարդամ նրանց անունները, ովքեր ստորագրել են, այսինքն Ղազագիրն են ստորագրել հավատարմություն Փաշինյան Նիկոլին։ Առաջին համարով գնում է Հովնան arczepiskopos Տերտերյան։ Ով է Հովնան arczepiskopos Տերտերյանը։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդն։ Հիմա արևմտյան թեմում ովքեր գտնվում են, մեր ընկերներից ովքեր դիտում են, ովքեր հասկանում են, որ Ցեղասպանին գնալ Ղազագիր ստորագրել, կռանալ, ձեռքը սեղմել, չնայած ասում են սա իր ստորագրությունը չի։ Տեսեք ասում եմ։ Հովհաննան arczepiskopos Տերտերյանը, եթե սա չհերքի, որ կեղծած է իր ստորագրությունը, որտեղ ծանոթ կանաններից մեկն ասեց, նայեց ասեց սա ոնց որ իր ստորագրությունը չի, կարա իր տեղը ստորագրած լինեն, կարող են նաև կեղծած լինել։ Ես չեմ կարծում որ կեղծած կլինեն, կարող է իր տեղը ստորագրել են։ Եթե ինքը համաձայն չի այս ստորագրության հետ, ինքը անհապաղ պետք է հերքի, ասի սա հերյուրանք է, եւ ես Փաշինյան Նիկոլի Ղազագիր չեմ ստորագրել։ Եվ ես կաթողիկոսի դեմ դուրս չեմ գալիս։ Ես Ցեղասպան Մարդասպանի Աթաթուրքի ձեռքը ես չեմ սեղմելու։ Եթե բան չտվեց, երկում չտվեց, ուրեմն Հովնանը արևմտյան թեմի առաջնորդը այս ցուցակի մեջ է։ Հիմա ինչ է ակնկալվում մեր ընկերներից, ովքեր այդ թեմում են։ Ուղիղ վերաբերմունք։ Ուղիղ։ Այսինքն ցանկացած հոգևորական պետք է միանգամից զգա իր քայլերի հետևանքը հենց իր վրա։ Վերբալ այցելություններով կամ չայցելություններով, դա կարող են միտինգներով, հանրահավաքներով, ես չգիտեմ, դա համայնքի գործն է։ Ես այդ եկեղեցու հետևորդը չեմ, ես երբեք այդ եկեղեցին չեմ գնացել, այսինքն ես ինչի չեմ գնում արդեն 5 տարի է։ 5 տարի է ուղիղ, ես չեմ գնում այդ եկեղեցու դուռը, որովհետև երբ որ պատերազմից հետո վերադառնալով Նյու Յորք, մենք փորձում էինք ինչ-որ մի օգնություն ստանալ այդ եկեղեցուց, այսպես դուռը շխկստում էին մեր երեսին, հələ մի հատ էլ եթե երկարացնում ենք ոստիկանություն էին կանչում, ասում մի քաղաքականությունով չենք կարող։ Քաղաքականությունը ոնց է երկիր են կորցնում, չէ, մենք չենք կարող։ Մի խոսքով, մեզանից գործ չունես։ Դա համար ես ինձ ես եկեղեցու հետևորդ չեմ համարում։ Ինձ էլ ինչ ասես համարում են անաստված, բան, չեմ, ոչ քրիստոնյա, աթեիստ։ Դե մարդիկ չեն հասկանում ինչա նշանակում բան, կրոն, հավատք, եկեղեցի, գնալ, չգնալ։ Մի խոսքով, քանի որ ես այդ եկեղեցու հետևորդը չեմ գնում, ես չեմ կարող իրանց նկատմամբ որևէ վերաբերմունք ունենամ։ Ի ուրախություն ինձ արևելյան թևը Նյու Յորքի մասը չկա ստեղ։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի arczepiskopos-ը ստեղ կա։ Հիմա Կալիֆոռնիայի բնակիչները ինչ վերաբերմունք ցույց կտան։ Թող մեկ-երկու սպասեն, տեսնեն Հովնանը հերքում է, որ սա իր ստորագրություն, թե ասում է չէ, ես իշխանության կողքին եմ,
Շացունեմ այդ իշխանությունը ինչ արել։ Եվ այսպես, ով է հաջորդը։ Նավասարդ Կճոյան։ Նավասարդ Կճոյանի մասին դեռ տարիներ առաջ մի հատ հոյակապ անեկդոտ կար։ Հոյակապ։ Ջել սա էլ է ինքը։ Սա էլ է ինքը հանրապետական կուսակցության համագումարին ելույթ ունեցող, հա։ Եվ ինքը ոչ միայն սրանով է հայտնի։ Եվ վերջապես, ով է Նավասարդ Կճոյանը։ Անեկդոտ է ինչու ներկայանում։ Դեռ Սերժի ժամանակ սրա Բենտլին գողանում են։ Պատկերացնում եք, Բենտլին գողանում են, անեկդոտ է։ Ինքը ընկնում է լուրջ տվայտանքների մեջ։ Չգիտի ինչ անի, գնում է Գարեգինի մոտ, կաթողիկոսի մեջ, որ այսօր ում ուրանում է։ Ասում է, «Վեհապար, Բենտլիս գողացել են, ինչ անեմ»։ Լսի ասում է, կարծում եմ լուծում կա, հավաքում ես բոլոր քո ընկերներին, դե քաղաքի հանցագործները քո ընկերներն են, ճիշտ է։ Հավաքում ես բոլորին, մի հատ լավ սեղան ես գցում, խմիչք առատ, աղջիկներ առատ, լավ հարբում եք, հենց որ կզգաս բոլորը արդեն հարբած են, խոսք ես խնդրում ու սկսում ես 10 պատվիրաններ ասել։ Հենց հասնում ես մի գողացիրին, տեսնում ես ով գլուխը կախեց ու ինքն էլ Բենտլին գողացել է։ Ասում լավ միտք է։ Ասում են ամիսներ, պատահական Կճոյանը հանդիպում է էլի Գարեգինին։ Գարեգինն ասում է, հա, Կճոյան, ինչ եղավ, գտար Բենտլին։ Ասում է, հա, ոնց գտա, ասում է, ոչ չէ, գտա։ Ոնց գտար։ Դες ասում է, ոնց ասել ես, արեցի։ Հավաքեցի այդ բոլոր խուլիգաններին, գողականներին, լավ քեֆ արեցինք, սաունայում տժացինք, արչիեքով, բանով, ամեն ինչով, հենց զգացի բոլորը հարբած են, ասեցի խոսք ունեմ ասելու, սկսեցի 10 պատվիրանները ասել։ Հենց հասա մի շնացիրին, հիշեցի Բենտլիս, որտեղ եմ թողել։ Դատես Բենտլիս գտա։ Սա ով է եւ ինչ է ներկայացնում իրանից Կճոյանը, դեռ սա բոլորը գիտեին, դեռ Սերժի ժամանակներից։ Էլ չեմ ասում, որ հանրապետական կուսակցության խոսնակն էր տարել ինքը։ Հաջորդը, ով է ցուցակի մեջ հաջորդը, տեսնենք էլի, ով ունենք էլ։ Դե Աբրահամը չի ստորագրել, Առաքել arciepiskopos Քարամյան։ Իսկ թվում հասկացաք ով է։ Արգիշտի Քարամյանի հայրը։ Արգիշտի Քարամյանի հայրը, որը ունի Արգիշտի, որին Նիկոլը մեկ գիշերվա մեջ սարքեց գեներալ, ԱԱՑՊետ, հետո դավաճանության համար անեցին, շպրտեցի մի կողմ, հետո բերին դերին քնչականի պետ, մի խոսքով։ Սա եկել է, որ ասի կաթողիկոս երեխա ունի, ինքը լավ կաթողիկոս չի։ Իմ տղեն, որ գեներալ է, ես ավելի լավն եմ։ Փաստորեն Պիրս Նիկոլը սրբապղծության դեմ պայքարում է պիրծերով։ Պատկերացրեցիք, չէ՞, Նավասարդով, Կճոյան, Քարամյանով։ Սա բանն է, ինքն է։ Մյուսովը նայում ենք, գալիս ենք Սիոն arciepiskopos-ի մասին տեղեկություն չունեմ, Վազգեն Միրզախանյան։ Վազգեն Միրզախանյան, տեսնեմ ինչ ունեմ իր մասին գրած։ Սա վիրահայքի բանն է, թեմի առաջնորդն էր, որ տարան Էստոնիա, հիշում եք, որ գնացել էր Էստոնիա, ով էր դիմավորել այս վիճվածքին։ Սա վիրահայքից ինչու են վռնդե սրան։ Մեծ սկանդալի մեջ էր ընկել, ամուսնացած կնոջ հետ սիրային կապերի մեջ էր, բացահայտվել էր, բռնել էին մի խոսքով, խայտարակություն, վռնդել էին համայնքից, բայց նշանակվեց Էստոնիայում սա։ Հաջորդը, լավ է, չէ, սենց սրբերով հավաքված են։ Հաջորդ սեղով ունենք Անուշաբան Շանկոչյան, Անուշաբան, ասում են Անուշ քույրիկը, Անուշ քույրիկը, գեյ։ Եվ հանդիսանում է Արտակ Տիգրանյանի, եպիսկոպոս Տիգրանյանի ընկերուհին։ Աստոն, երկուսն էլ գեյ են։ Այս սենց գեյերով հավաքվել են, որ Գարեգինի դեմ կռիվ տան։ Մյուս ընդեղ ով ունենք։ Իսախանյան, չէ, ինքը չի ստորագրել։ Տեսնենք ով կար։ Վրթանեսին մոռացանք։ Եպիսկոպոս Աբրահամյան։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Արցախի թեմի առաջնորդը նախկին։ Այն Արցախի թեմի առաջնորդը, որ այսօր կռացել է ձեռքասեղմում, Արցախը հանձնողի, Արցախը սպանողի, ցեղասպանողի, 400 վանական համալիրների հանձնողի, պրծողի այսօր իր ձեռքով։ Այսօր այդ համայնքի շեֆը
եկել է, խոնարհվում է այս ցեղասպանի առաջ։ Եվ այսպես մենք ունենք 9 հոգի աստորագրե 9-ից 7-ին նկատմամբ կա հիմքեր, ես ուղղակի այս ինչ հիշելով եմ գրել, որը լավ մտածենք այն երկուսին էլ, եթե գիտեք ովքեր են դրանք, օրինակ Սիոն Ադամյանի մասին բան չգիտեմ, չեմ կարող ասել, բայց կարող դու գիտեք, Գևորգ Սարոյանի մասին էլի բան չգիտեմ, այս երկուսն է վրիպել, մնացած 7-ը ճանաչած հանցագործներ են, ասենք իրաց գործունեությամբ Հովնանին դնում ենք մի կողմ, Հովնանը կաշքին փող հավաքող ու մուծվող է, բայց ես չեմ կարող դիտարկել որպես հանցագործություն, ուրիշ ինֆորմացիա չունեմ։ Մնացած 6-ը, մեկը տղա ունի, մեկը հայտնի Բենտիկ շողա եւ կներեք արտահայտությանս դոնժուան չի ասի իրան, բայց տեսակով դոնժուան։ Եվոսկոպ կամ գեյա, կամ ուրախցողա, կամ երկուսը մեկում։ Եվ այս բոլորը որոշել են, որ փրկեն Սուրբ Էջմիածինը։ Ումից։ Գարեգինը ձեզ բոլորից լավ տղա է։ Գարեգինը որպես կերպար գեյ չի։ Տղեն գեներալ չի։ Հա, տղեն գեներալ չի։ Հիմա այս գեներալի հետ եկել է, ասում է, հա, բաց գեներալ։ Որը կաթողիկոս երեխա կունենա։ Ինքն է նույն դասից է։ Ինքն է կուսակրում։ Կամ Նավասարդը հանրապետականի բանը Թամադեն, հա, Արաբաղ, Ջանորաբաղ։ Եղասկով։ Սա գերագույն լուստրացիա է, որ հայ ժողովուրդը երբեք այս սրանց իրար կողքը չէր տեսել։ Չեն իմանում օրինակ ով Անուշավանը, հա, ով Արտակը, սրանք մարդուկին են համայնա, Վրթանեսի մասին են մոռացել։ Անտիր գործարեց Փաշինյան Նիկոլը։ Հանեց իր պոտենցիալը ու թուրը տվեց բառացի, ասեց, լսեք, իմ պոտենցիալը էս, հələ նայեք, ես ումով եմ ուզում ինչը փոխադինեմ, հա? Եվ սա մասին շատ լավ գրեց Նինա Կալապետյանց, ես ուզում եմ իրանց ցիտեմ։ Ումա փնտրում դավաճանը։ Ճիշտ է, Իրանից վերան դավաճաներին։ Ափսոս Սուրբ Միրոնի ամեն կաթիլը, որ օցիալ դարձրեց ձեզ նմաններին։ Այստեղ պետք է Նինային ասեմ, Նինա ջան, Միրոնը չի կարող օծել եւ մաքրել պիծ մարդուն։ Դա ավելի շատ հոգեբանական բան ունի, ազդեցություն մարդու վրա, քան դու պիղծի վրա եթե քսեցիր Միրոնը, կամ պիղծնա քսում Միրոնը, ինքը դառավ մաքուր։ Չէ, ինչքանով հասկացել ենք, պրակտիկ իմաստով, իրանք էլ թքածում են դրա վրա։ Եվ դա ոչ մի բան չի ասում։ Այո, իսկ ինչ վերաբերում է ինչա փնտրում դավաճանը, Իրանից վերան դավաճանների։ Եվ ինքը բերեց, այսօր շարեց այդ դավաճաններին, դրեց իր կողքը, ասեց՝ մի հատ կռացեք, մի հատ էլ ձեռը սեղմեք, թող ժողովուրդն էլ ընկնի ու ձեր կենսագրությունները փորփրի, թե որդ ինչա հոգևոր կյանքում։ Այսպիսով, եթե մարդ կա ունի ինֆորմացիա, ես հաջորդ հաղորդման ժամանակ պատրաստ եմ պատմել, ավելացնել ցուցակս, ով է Սիոն Ադամյանը եւ Գևորգ Սարոյանը։ Այս երկուսի մասին ինֆորմացիա չունեի։ Մեկ էլ այս ընթացքում միջև վաղը պետքա անպայման Հովնան arczepiskopos Տեր-Տերյանը հայտնի սա ինքնա թե ինքը չի։ Այն ժամանակ էլ ասենք դու հուդա ես թե ոչ։ Այն ժամանակ էլ մեր Կալիֆոռնիայի ընկերները իմանան ինչ վերաբերմունք ցույց տան։ Մենք մեկ օր կսպասենք, ինչ եղել։ Ինչա որ չսպասենք, այսքան սպասել ենք։ That's what սա բնականon process է, որ մենք պետքա պատրաստ լինենք, դեռ ինչեր պետքա լինի։ Այս ամեն ինչից հանդերձ տես Սերոբ Ազարյանը, գիտեք, այդ հաղորդման ժամանակ հյուր ա եղել բազմիցս, մի անգամից գրեք, եթե նույնիսկ մնայ վերջին հայ հոգևորական աշխարհում, պիտի մերժեմ հանդիպել Գերագույն դավաճանի հետ։ Արինոց ձեռքը սեղմել, նույն սենյակի պիղծ օդը շնչել կամ դավաճանել իմ Տիրոջ Քրիստոսին։ Սա իսկական հոգևորականի խոսք է։ Չնայած ես այն երկու հոգևորականի մասին բան չունեմ գրելու, բայց արդեն այն հանգամանքը, որոնտեղ իրան կռանում ձեռքն է սեղմում, դա նշանակում է, արա, ձեր համար տարբերություն չկա, Փաշազադեն է ձեր դեմը, Ալիևն է, Աթաթուրքն է, Նիկոլն է, թե Ալեն Սիմոնյանը, որ բոլորը նույնն են։ Դուք ապացուցեք այսօր մի բան։ Անկախ դուք երեխա ունեք, չունեք, պիղծեք թե պիղծեք, բայց արդեն դուք պիղծեք, որտեղ ըստ Սերոբ Ազարյանի ճիշտ ասում, նույն պիղծի հետ
նույն սենյակում, նույն օդը շնչեց, ձեռը սխմեց կռանած դեմքը, նշանակում է մի Փաշազադել դուք եք։ Դուք այսօր չեք գնացել Փաշինյան Նիկոլի դուրը, դուք այսօր գնացել եք Փաշինյան Նիկոլի կուրատոր Փաշազադեի դուրը։ Իմանալով այս ամեն ինչ, ուրանալով ձեզ օծողին, ձեզ օծող Գարեգինին։ Իսկ ինչ վերաբերում է Գարեգինին, ես պետք է ասեմ, որովհետև խնայել մնայել չկա։ Հա, իմ ջելը սա է, նայեք դեմքով որ իմանաք էլի։ Միրզախանյանն է սա։ Սա Միրզախանյանն է։ Այնով բանը վիրահայթևում, այդ ամուսնացած կնոջ հետ բռնել են։ Եթե դեմքով չգիտեք ով է, իմացեք էլ։ Ես եմ ուզում ձեզ ցույց տամ։ Հա, էսի լավ նկար է։ Տոտոն է արել, սա էլ եմ ուզում անպայման նայեք։ Այսինքն, ծեփում, այսինքն, հնդի նկարները, կեսես ու կես չեն, կեսես։ Բա, այո։ Ինչ վերաբերվում է Գարեգինին, այսօր Տերասովիկը, հայրասովիկը, հայտարարություն է տարածել, որ արդար բացկությամբ դատապարտում է Մուխտադուժ եւ ներկադիվ սրբազան հայրերին այս միջոցառման համար։ Այն որ դու դատապարտում ես քո կաթողիկոսի հետ, իհարկե լավ է որ դու դատապարտում ես, բայց ուզում եմ իմանամ, սրանց ով է նշանակել։ Հարց։ Կարող է Գարեգինը նշանակել։ Օրինակ Միրզախանյանին, այնտեղ որ բռնել են պրծության վրա, ուրիշի կնոջ հետ խայտարակվելուց հետո իրան պետք է կարգալույց արվեր, ոչ թե ուղարկվել ուրիշ թեմ, բնականաբար ինչ-որ մի բանի դիմաց, որ այսօր նա դուրս գա կաթողիկոսի դեմ։ Կճոյանին ինչի է այսքան ժամանակ պահել։ Քարամյանին ինչի է մինչև այսքան ժամանակ։ Ինքը չգիտեր դրանք ովքեր են։ Իհարկե գիտեր։ Այս իրա կոնտինգենտն է։ Փաշինյան Նիկոլն էլ պետք է իմանա։ Երբ որ դու պիղծերին հավաքում ես քո կողքը, վստահ եղի։ Այսպես մի կլիկով իրանք շուռ են գալու նաև քո դեմ, որովհետև սրանց համար կարևորը փողն է։ Ինչպես ձեր համար։ Հասկացա՞ր։ Տեր ասողիկ, այսինքն հայր ասողիկ, Կարապետյան։ Գարեգին, սա քո կաժային քաղաքականությունն է, որը շուռ է գալիս քո դեմ։ Վերջ։ Նույնը պետք է Փաշինյան Նիկոլը սպասի շատ շուտով, որովհետև քամի փաշրազմը, քամի հնձողը, քամի ցանողը պիտի փոթորիկ հնձի։ Շատ չի մնացել։ Նո այստես եմ ուզում երեք նայենք մի հատ։ Հետքը շատ հետաքրքիր բաներ է բացահայտում, հոյակապ գործանում։ Մեզ հիշացեց ընդամենը ով է Կճոյանը։ Պարոն ձեր ունեցվածքը խարդախությամբ հափշտակելու գործը 2018 թվականից հետո ինչ ընթացք ունեցավ։ Ես հիշացնեմ, Կճոյանը մենակ Բենտլին չի, մենակ այդ պորնոգրաֆիան չի, Կճոյանը նաև հանցագործ է։ Իր ընկեր Տիգրան Սարգսյանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ցալանել են 25 միլիոն դոլարի գործարար Փայլակ Հայրապետյանին։ Ու սա դեռ Սերժի ժամանակվանից քննվում էր։ Այս մարդը հույս ուներ, որ էսա կգա Փաշինյան Նիկոլը, հա, նոր իշխանություն, նոր արդարադատություն եւ այլն եւ այլն։ Եվ նախկիններ Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի գործը ի վերջո sense կբացահայտվի եւ այդ հանցագործները պատասխան կտան այս ռեկետի համար։ Տեսնեք ինչ ասում գործարար Փայլակ Հայրապետյանը։ 2018 թվականից հետո ուրեմն ընթացքը սկսեց։ Այդ ժամանակ կանգնացրել էին գործը։ Սկսեց ընթացքը, հետո դադարեցրեցի, նորից կանգնացրեցի։ Ինչի համար այդ ժամանակ գործերը գտնվում էր քննչական կոմիտեում, այնտեղ է քննություն անցկացնում։ Մի անգամից գործը տեղափոխեցին անվտանգության կոմիտե, Ումուշատյանի մոտ, քննիչը Ումուշատյանն էր։ Նամակ ստացա, մի 10 օր հետո գրել են, 10 օր հետո գնացի իր մոտ, Կճոյանին արդարացրել են իր քրեական գործը իր վրայից հանել են,
քրեական պատասխանատվությունից հանել են, իմ գործերն էլ հիմնական գործերն էլ կասեցվել են։ Ես մի հատ ելույթ ունեցա, որ ես ինչ կատարվում էլ ինձ դասի բանը, այդ ելույթից հետո մի հատ էլ նամակ գրեցի 8 թերթից վարչապետին։ Դե պատասխանը վարչապետի ստացա, որ հետևում ենք գործին, հանձնարարել ենք դատախազությանը, բանը, այդ ժամանակ դատախազը հին դատախազն էր, նորը չէր էլի։ Եվ անցավ երկար ժամանակ ոչ մի բան, ոչ մի փոփոխություն չեղավ։ Այդ փոփոխությունը չեղավ, դատախազը փոխվեց։ Դատախազը փոխվեց, ես փոխվելուց մի 10 օր 15 օր հետո երևի նամակ ստացա դատախազությունից 15 օր հետո, որ գործը ուսումնասիրվում է։ Հա, դրանից հետո մի ամիս հետո նորից դատախազությունից հրավիրեց, գնացի որոշումը տվեց իմ ձեռքը, որ գործը ուղարկվել է արդեն բացվել է գործը, Կեչյանի գործը ուրեմն քրեական գործը կասեցվել է, նորից վերականգնել է, իմ կասեցված գործն բացվել է։ Գնացի քննչական կոմիտե։ Երկու անգամ զանգվեցի, տեղում չէի, ինչ պատասխանեցին, բան, վերջում պատասխանեցին, թե գործը գտնվում է այսինչի մոտ։ Զանգվեցի, ասեց, ձեզ գրավել ենք, հələ չենք սկսել։ Հետո նորից զանգվեցի, կանչեց ընդեղ ինձ։ Ես իրավաբան էի վերցել այդ ժամանակ արդեն, հրավիրեց, գնացինք ինձանից հարցակ քննեց էլի, ինչա կատարվել, ոնց։ Ու սենց, միջև էսօր։ Ու սենց միջև էսօր, 7 տարի է։ Եկել գլխավոր դատախազին էի, չէ, ցույց տալի ինքը բանա գործերը, անենց հա գործեր ուզում ներկայացնի դատարան, որ իրանք անթերի լինեն։ 7 տարի է։ Այսինքն 7 տարի նոր իշխանություններով, բայց այս մարդը բողոքում է Սերժ Սարգսյանի ժամանակներից, ես իշքան 10 տարուց ավել է այս գործի մասին գիտեմ, այսօր եմ իշել։ Սա ադամատների գործարանի բացելու հետ կապված, որտեղ 25 միլիոն այս մարդուց փող են վերցրել, որ գործ են դնում ու գցել են այս մարդուն։ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը միասին։ Նախկինները, այսօր Կճոյանը Փաշինյան Նիկոլի դեմ պայքարում է, պարտության դեմ։ Դե Տիգրան Սարգսյանը ինչ անենք նախկինա, որ պարտադիր չի իր թալանի եւ հանցագործությունների համար պատասխան տա։ Այդ ով է պատասխան տվել, որ Տիգրան Սարգսյանն է պետքա պատասխանը տա։ Սա ես այն բիոմասայի համար եմ ցույց տալի։ Իրանց ուրիշ բան չի կարելի ասել, բացի բիոմասը։ Բիոլոգիապես իրանք կան, բայց մասսա են, որ մտածում են, որ սա պայքար է Գարեգինի դեմ եկեղեցին փրկելու համար, եւ այդ եկեղեցին փրկելու գործին լծվե Կճոյանը, Չալամյանի հերը։ Դե անեք։ Ես գիտեմ, որ լիքը մարդ շատերը Գարեգին հեռացիր, դու երեխա ունես։ Հա, լավ, ասենք երեխա ունի։ Ո՞վ է եկել իրան փրկելու։ Կճոյանն ու բանը։ Կճոյանն ու Արգիշտի հերը։ Այն պիղծը, որ Վրաստանից լարեցին պղծության համար, թե որ Արցախը ծախեց, որը, թե ներկու գեյերը, քույրիկները, անջելոս չմտածեք դրանց նկարների չունենք, դրանց նկարների ունենք, դուք դեմքով պարտավոր եք դրանց ճանաչելու, ժողովուրդ ջան, մենք տես նամարդ չենք, դուք պետք է իմանաք ձեր օրվա հերոսներին, որտեղ կարող է մեկ էլ, չգիտեմ, պատահմամբ ձեր մոտ սկսեն իրանք բարոյախրատական դասեր տալ, պատկերշտության, ազնվության եւ այլն, դուք պետք է բոլորին իմանաք դեպքով։ Եթե մեկն էլ չգիտի Արցախի թեմի բան առաջնորդը, ոնց է էսել Արցախի թեմի առաջնորդն է։ Այսինքն ասենք բոլորը կան այդ տեսանյութի մեջ, հայտնի, ոնց եմ նայեք։ Որոնց հետ նայեք, որոնց հետ Փաշինյան Նիկոլը, սրանց հետ պետք է փրկի եկեղեցի։ Ոնց։ Սա մի լավ նկար տեսա ուզում ձեր հետ կիսեմ, լավ ասված, ես չեմ կարող չասել էլի։ Սա գիտեք ով է։ Նախագահան չէ, սա Նիկոլի Դագաղի կրիշկեն է։ Այո։ Նատալի Սիմոնյանին լսենք, հետաքրքիր բաներ են բացահայտվում։ Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնամ Ադրբեջան եւ այցելեմ, ես պատրաստվում եմ իմ գործընկերոջը հրավիրեմ Հայաստան ինչ-որ որևիցե ֆորմատով։ Ես պատրաստվում եմ Բա սրան ուղղակի ասեք, որ Հայաստանի հետ ցանկացած մեկին բարև տալու կամ բռատ ասելու համար անպայման պետք է ունենալ Ալիևի թույլտվությունը։ Նա նավսեկի ճշտի։ Այն որ քեզ ասել է արի,
հաստատ ունի ալի դուտությունը, թե չէ, որտեղ կարող է գնաս հանկարծ այնտեղ անակնկալ բաներ կատարվի քո հետ։ Իսկ որ գնաս, ճիշտ կլինի, որ էլ չվերադառնաս։ Դու Հայաստանում հաստատ պետք չես, այնտեղ իստվա քեզ ավելի լավ կնայեն, ավելի անվտանգ կլինես, քան Հայաստանում։ Ես ընդամենը 3 կեր ասեցի, հիշում եք Փաշինյան Նիկոլի խոսքերը, այն որ ասում էր մենք բան չունենք, թանկ է մեր համար, թանկ է մեր համար հեծը, բերա, պետք է մենք ներդրողներ գտնենք, գտել էին, վերցեցին ներդրողի ձեռքից, տալիս ու հիմա ներդրող են փնտրում, ես ասեցի շատ պատահմամբ մեկ էլ իմանալու ենք, որ այդ ներդրողները ինտուիցիաս հետ էր ասում էլի, որ Թուրքիայից էր, եւ այսօր արդեն թուրքական մամուլը գրում է դրա մասին։ Турецкие СМИ сообщили, что правительство Армении якобы ведет переговоры о продаже электросетей Армении турецкой компании и что процесс курирует депутат Хачатур Сукесян. Մեր խոսքով թուրքերը գրում են, որ արդեն բաներ կա, բանակցություններ կա եւ արդեն 6 ամիս այդ բանակցությունները կա։ Նորմալ բան չի, եւ այդ բանակցությունները գտնվում է Գրզձոյի վերահսկողության տակ, ինքնակուրացիան անում։ По их версии, обсуждения начались еще летом после визита Пашиняна в Стамбул, а недавний ասեցի 6 ամիս առաջ։ Ամառը Ստամբուլ այցելություններից։ кадровые решения и временный госконтроль над ЭСА рассматривается как подготовка к сделке. Также утверждается, что Сукесян якобы участвует в переговорах о продаже и других стратегических активов. Եվ բացի դրանից, այլ ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող ակտիվներ են մտածում թուրքերին վաճառել համար։ Թուրքերին տալիս են լրիվ կոնտրոլ Հայաստանի վրա։ Նաև սրանց ձեռքով, ժողովուրդ ջան։ Նաև ստորագրողների ձեռքով է դա։ Սրանք թե չմտածեն մենակ իրանք ուրանում են կաթողիկոսին, չէ։ Այս ինչ որ արվում է նաև ձեր ձեռքով, հա։ Ու դուք այս ամեն ինչի մեջ մասնակից եք։ Հիմա պատկերացնում եմ վաղը կամ կիրակի օրը այն մարդկանց, որոնք գնալու են պատարակի ու հանդիպելու են սրանց։ Դուք ո՞նց եք սրանց ձեռքը համբուրելու կամ սրանցից օրհնություն ստանալու։ Ոնց կարա մարդ օրինակ, հավատացյալ մարդ, ների հետ շփվողի, ների առաջ կրացողին, ներին ընդունողից օրհնություն ստանա։ Հենա ուղղակի միանգամից էլ ձեզ միջնորդեն չի պետք սատանային աղոթեք Նիկոլ Փաշինյանին վերջանա գնայել։ Բայց այս միջնորդները ձեր ու սատանայի մեջ ինչն է դա պետք։ Իմաստ չկա, եթե դուք եք խոնալվում ների, մենա ուղիղ Նիկոլ Փաշինյան դեղա։ Գրեք վարչապետ ջան։ Հա։ Մնացածը չարունախանձեն դու մեր փրկիչն ես։ Պուրկ։ Сукесян полностью опроверг эти сообщения, заявив, что никогда не вел и не будет вести подобных переговоров. Գազով միանգամից երկել է, որ ինքը երբեք այդպես բան չի ասել, ինքս այդ կապ չունի։ Հա, գիտեք։ Դուք երբեք չեք ասել, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում։ Ուղղակի Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո եք ասում։ Մենք մոռացել ենք ձեզ 18 թվականին ասեինք։ Որտեվ այն ժամանակ ասեինք, դուք չեք թողնելու մենք որ դա իրականացնեինք։ Բա գրզո։ Դու հասկանում ես պատմության մեջ ինչ ես մնալու դու գրզո։ Դու էլ հետդ էլ են որ 80-ամյակների կիփեր նշում։ Հա որպես բادرար։ Պես բادرար մեծը։ Փնտի գրզոյին, փնտի աբոյին որպես բادرար մեծ։ Ես քեզ ասեմ։ Ես խոսեցի ինգերներիս հետ։ Երկողներ, նվագողներ, ու գիտես ով, դա աշխարհը շատ փուճուր է։ Ոչ գործն են մի բան, ոչ տեքստն են մի բան, ոչ էլ իրենք գիտեին, գաղափար ունեին, ինչ են նվագում, եւ սա ում համար է։ Հա, երաժիշտները տենց են։ Հողը վերցել են գիտեն, այս նոտան դրած է, այս հա, գալու են պետական համեգա։ Պետական վճարովի։ Եկան գրդոնա, itens համար նույն ձևի իրան գնում են թաղում նվագելու։ Մի մասը էլ ոչ բոլորը։ Նույն ձևի իրան համար մեկը ով ամերը, բացարձակապես իրեն գիտեն ժամը կա, կվարձետը։ Տանեն մի ժամ, 2 ժամ, 3 ժամ, չգիտեմ։ Ժամը կա, տեղը ասա, տեղը որն է, իրեն ոչ չեն ասում, ով ամերը, ով է փողը տալու։ Գիտեն։ Տեղը ժամը ասա, հասցեն, փողը կա։ Իրանք որ գան քո թաղումներ նվագելու, նույն բանն անելու գրզը։ Բայց այն ինչ որ դու ես անում, քո թաղմանը հասած չեն նվագելու, գոնե Հայաստանում։ Որովհետև վախենում դու Նիկոլի նման գերեզման չունենաս Հայաստանում։ Ոնց կարող է Հայաստանի գերեզմանափորը
ունենա գերեզման Հայաստանում։ Լոգիկա չեմ տեսնում այդտեղ։ Հետաքրքիր մանրամասներ, ինչու են այդվում մեր անտառները։ Գիտեք ինչի։ Այդ է, չեն ամեն ասում են, որ Աստված չանի մի լուրջ բան պատահի հանրապետության հետ, այս պետությունը ոչ մի բանի պատրաստ չի։ Ոչ մի օղակ չի աշխատում։ Եվ ինչ են կարդում։ Մինչ հանրապետության տարբեր մարզերում խոշոր հրդեհներն են, ներքին գործերի նախարարությունն ուշագրավ նախագիծ է շրջանառության մեջ դրել, գերատեսչությունն առաջարկում է ներքին գործերի նախարարության բյուջեում վերաբաշխում կատարել։ Այսօր անտառները կբարվում է, ոնց որ պատերազմի ժամանակ սրանք նոր բյուջեն որ ընդունում էին, ոչ թե մյուս տարվա գիտության, բանակի ֆինանսավորման ավելացում էր, չէ, իրանց բաներն էր ավելանում։ Իրանց պարգևաճարման ֆոնդն էր ավելանում 21 թվականի համար։ Մենք պատերազմի ժամանակ բյուջե ենք, մենք պատերազմի մեջ սրանք բյուջե ենք քննարկում։ Ու ավելանում էր իրանց պարգևատրումը։ Այն ցուցակը, որ ես ունեմ, 1000 քանի 100 հատ հանցագործությունների ցուցակ, սաղկանդ է։ Ես ուղղակի հոգնել եմ 3 տարի գտեցի, 2 տարի չեմ գնում։ 3 տարվա մեջ այնքան հանցագործությունների ցուցակ կա, որ ոչինչ չեն գնալու։ Սա նույնի կրկնությունն է։ Այնտեղ հրդեհա, հիմա քննարկում են նախագիծ, որտեղ վերաբաշխում են կատարել եւ փրկարար ծառայության համար նախատեսված պարագաների դրամական միջոցներ ուղղել բարեկային ծառայության համար փոխադրամիջոցներ ձեռք բերելուն։ Հասկացաք։ Փրկարար ծառայության համար նախատեսված պարագաների փոխարեն բարեկների համար չգիտեմ մեքենա կամ կարծեմ մոտոցիկլետ են ուզում առնել եւ այսպես ֆակտոր AM-ը ներքին գործերի նախարարության նախագծի ուսումնասիրությունից պարզեց, որ փրկարար ծառայության համար նախատեսված 90 միլիոն 488 հազար դրամ ուղղվել է ջրային բարեկային ծառայությունների տեխնիկական միջոցների ձեռքբերմանը։ Այսինքն սկուտերներ են առնելու էլի։ Փրփուր պետք չի, հրա բանա, որ հրդեհ ալնի, այն հրդեհի, որի մակերեսը նայեք են մեզ ցույց տամ ձեզ։ Սոսկալի այդ մակերեսը։ Ուրա դերաստված։ Այսա։ Հələ մասշտաբները նայեք։ Այս հրդեհների համար, այս հանքսների համար պետք չի փրփուր։ Այս հրդեհները իրանք սկուտերներով պետքա։ Սկուտերներով, բա, ջրային բարեկը սկուտեր չունենա աղբեջան։ Բայց արծը սկուտերը չի։ Ստեղ ուրիշ բան է, բարձվում նաև։ Ուրեմն այդ նպատակով ներքին գործերի նախարարությունը պայմանագիր է կնքել Save Art գրուպի ՍՊ-ի հետ եւ ահա 75 միլիոն 998 հազար դրամով ոստիկանության բարեկային ծառայության համար 10 հատ մոտոցիկլետներ են գնվելու։ Մոտոցիկլետները մատակարարվելու են Վանիթար ՍՊ-ն։ Վանիթար ՍՊ-ն համագործակցել է Սերժ Սարգսյանի եղբոր Լովա Սարգսյանի որդու Նարեկ Սարգսյանի հետ։ Սկսեք։ Ոսու Սերժիկը բոլոր տեղում Սերժիկն ու Ռոբիկը ոչ մի տեղ չեն գնացել։ Բոլոր տենդերները, հսկա շինարարությունները, ինչ կա, իրանք այնտեղ նստած է։ Ու Նիկոլի հետ իրանք, այսինքն ջան ջիգեր ասելով փողեն, այն ինչ որ կա լբանում է, ինչ որ բան հարցերում համագործակցում են, պետքա այն դյուրահավատ իդիոտ մասայի համար մեկ-մեկ էլ sense կռիվ կտան, լուրջ դեմքով հարցազրույց կանեն, հետո այդ հարցազրույցին հավատացող ժողովրդին լրագրողներին կտանեն, կդատեն, կմցնեն բանդ, որ ասելով արա դուք չեք հասկանում, դուք ում եք նստել 7 ժամ ձեր դեմ խոսալու։ Դե άντε գնացեք նստեք։ Ուսումնասիրությունից պարզեց, որ Նարեկ Սարգսյանի ի թիվս այլ միջոցներից պահանջվում է բռնագանձել նաև հələ դեռ 21 թվականին հունվարի 1-ից մինչև վրժերի կայացման փաստը Երևանի Բյուզանդի փողոցի 3-րդ շենքի 27 տարածքի համար Վանիթար ՍՊ-ի ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները ապոնի ծագում ունեցող գույքի հետ ստացված եկամուտ։ Խոսք ամսական 2 միլիոն 200 հազար դրամի մասին է։
Եվ այս գնումները արվում է բանի փոխարեն։ Տեսեք ինչի փոխարենն է։ Ուրեմն 3920 հատ մեդալների իշխանությունների թուպեր։ Ուրեմն 55 զույգ ձեռնոց 395 հղկվող սկավառակներ, 200 փրկարարական արտակարգ իրավիճակներում կիրառվող սարքեր, 39,000 լիտր հրդեհի մարման փրփուր կամ համանման միացություններ, 5 հատ գործիքների հավաքածու, 528 հատ ձեռքի գործիքներ, 20 հատ մուրջ, 50 հատ մետր երիզներ, 50 հատ հակագազեր եւ այլն։ Այսքանը չեն առնելու, դրա փոխարեն են առնելու։ Մոտոցիկլ։ Բանի հետ, ըմջալոց մի ընկերության հետ, որը 21 թվից պարտք է։ Այսինքն համետ ընկերության հետ դատական հայց կա դրա վրա, գույք են բռնագանձում։ Համեն 79 միլիոն դրամի, 75 միլիոն դրամի պայմանագիր են հետաքնքում։ Մեր խոսքով այսպես ֆինանսների նախարարությունը ինչ որ խնդիրներ ունի, չեն կարողանում տեղավորել հաշիվների մեջ, հիմա ասում են բա ավելցուկը 915 միլիոն դրամ ավելցուկը ինչ է կարել։ Ինչ է կանելու։ Ըստ տեսեք 915 միլիոն դրամի ավելցուկ կա, փրկարարների համար բան չեն գնում, փախփուր չեն գնում։ Իրենց դա պետք չի։ Ասում է 100 միլիոն նախատեսված է քրեական ոստիկանության գլխավոր վարչության համար 4 հատ մարդատար մեքենա ձեռք բերելու նպատակով։ 100 միլիոն դրամ 4 հատ մարդատար, պատկերացնում եք ինչ են։ Էդ էլ գնաց Ռոբին Toyota դրանից բացի ուրիշ նպատակով 522 միլիոն դրամով հույժ գախնի ընթացակարգով գնում է իրականացվել չզեկուցում 45 միլիոն 800 հազար դրամով է նախատեսված է երկու պիկապ մեքենաների ձեռքբերում։ Փողը որ մսխվում աժո 1 միլիարդ դրամ օդի մեջ այսպես։ Եվ որ ամենակարևոր պարագաները պետության անվտանգության համար գոյություն չունեն։ Եվ ինչպես ասում է, այս նախագիծը ընդգրկված է կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում։ Նիստի մեկնարկին, եթե ֆինանսների նախարարը որևէ առարկություն չհայտնի, ապա այն կընդունվի առանց քննարկում։ Հիմա սրան լսենք։ Արագ մի բան ասեմ։ Քիչ առաջ ես հրապարակեցի 2020 թվականին զոհվածների թիվը, հաստատված թիվը 3833 եւ զավեշտը կայանում է նրանում, որ բազմաթիվ լրագրողներ զանգահարում են գրասենյակ եւ հարցնում են, թե սա ինչ թիվ է։ Մենք փորձում ենք օրինակ հիմա նաեւ հարցումներով տարբեր պետական պաշտոնյաների կառույցների ճշտել, թե ի վերջո զոհերի ամբողջական ցուցակը ստանալ, հա, պատերազմի։ Գիտենք սա ինչքան նուրբ թեմա է հատկապես ընտանիքների համար։ Ես մի թիվ ասեմ գովարու ձեզ։ Ասեք։ 3987։ Որտեղից ձեզ այդ տվյալը։ Իսկ փաստա քննիչ ազդաժողովը որտեղից է ստեղծվել։ Իսկ զեկույցի մեջ ամեն ինչ կա։ անձամ։ Պատկերացեցիք։ Զեկույցի մեջ ամեն ինչ գրված է։ Արագ մի բան ասեմ։ Քիչ առաջ ես հրապարակեցի 2020 թվականին զոհվածների թիվը, հաստատված թիվը 3833։ Ուսակ մարդկանց մասին է խոսքը։ Էսի 3833, սա մարդու մասին է խոսքը, սա կիլո չի, կիլոմետր չի, հա։ Սա մարդկանց մասին է խոսքը։ Ի վերջո զոհերի ամբողջական ցուցակը ստանալ, հա, պատերազմի։ Գիտենք սա ինչքան նուրբ թեմա է հատկապես ընտանիքների համար։ Ես մի թիվ ասեմ գովարու ձեզ։ Ասեք։ 3987։ 3987 հարցածագում, բա 154 հոգի ուր կորա, Ալեն Սիմոնյան, սա բան չի, ծորենի հատիկ չի, 154 հոգի տարբերություն է, նենք մեր երեխեք են, դուք տարել եք, սպանել եք, մի թվով 3987, հələ գերիներին չեմ աշում, անհետ կորածներին չեմ աշում, մի թվով ասում եք 3833 հոգի, սա մարդկանց մասին է խոսքը, ու այդ ամենից 5 տարի անց է, Էլ չեմ ասում, որ դա ասում էր մենք չգիտեինք, իսկ Անդոն ասեց դուք գիտեիք, այս հարցներն է իրար հետ ճշտեք,
ճշտեք, որ դուք օգոստոսի կեսերից արդեն ամեն ինչ գիտեիք բոլորները։ Եվս մի կոռուպցիայի պատմություն։ Խմբակային նվիրատվություններ ՔՊ-ին, ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը։ Ինչ են անում սրանք։ Ուրեմն 3 օրում 34 միլիոն դրամ։ Սա մայիսի 13-ի իրենց դրամավակն է։ Դնում են 2.5 միլիոն պարտադիր։ Բերել մուծել։ Այստեղ ովքեր են մուծել դրանց մասին է խոսքը։ 2.5 միլիոն։ Դրանից հետո գալիս է 3 օրում 29 միլիոն դրամ։ Դնում են արդեն սա մարտինն է։ 24 թվականին։ Հետո գալիս է 6 օրում եւս 20 միլիոն դրամ, բերեք։ Հունիսն է։ Հետո 2 օրում եւս 21 միլիոն դրամ։ Եվ այսպես շարունակ։ Հիմա էլ վերցել են բանի ընթառաջ, այս ընտրություններից ընթառաջ, ուրեմն կուսակցությունների մասին օրենքում փոխել են, բարձրացրել են նվիրատվությունների բարձրագույն շեմը եւ նվազեցրել են խանգարող ֆինանսավորման գործընթացության թափանցիկության մասը, որ թափանցիկությունը իջացրել են, բայց նվիրատվությունների շեմն են բարձրացրել։ Հիմա գնալու է հերթական ռեկետի սեզոնը։ Հայաստանի գործարարներ այն որ ձեզ ես դրած կթում են բարից բուն իմաստով։ Սա հնարավոր է մի օր վերանա։ Մի օր վերանա, համ ձեզ կթելը դադարի, համ դուք ունենաք պետություն բիզնես իրականացնելու համար։ Այն մարդկանց, որ սրանց դրել այս երկու տականքների հետ բան են անում, այս գրզոյով, ձեզ հենց վերջի կոպեկը քամնում են, սա դեռ վատագույնը չի։ Վատագույնը այն է, որ ձեզ փողերով ձեզ սանանկացնելու են, ձեզանից փողերը վերցնելու են, վերընտրվելու համար, հետո ձեզ թանկ գնով վաճառելու են Թուրքին։ Պատկերացրեցիք ձեր հետ ինչ են անել։ Ոչ մենակ ձեզ, մեզ էլ հետը։ Հիմա դուք փրկվելու տարբերակ ունեք։ Եթե դուք արգի փակվեք, անջատեք ձեր բիզնեսները մի 6 ամսով։ Կուզեն մի տվեք, կգան ստուգման, փակեք բիզնեսը։ Փակեք, դադարեցեք, ավելամա դուք 3-4 ամիս չաշխատեք, համ այդ գումարը կպահեք, համ էլ հետո շանս կա, որ երկիր ունենալու պարագայում դուք կմնաք եւ քաղաքացի, եւ ձեր բիզնեսը կմնա, եւ երկիր կունենանք։ Որովհետեւ եթե դուք շարունակեք սրանց կատվել սրանց մոտ, ձեր փողերը տալ սրանց, համ դուք ձեր բիզնեսներն եք կորցնելու, համ ձեր երկիրներն եք կորցնելու։ Մենք բոլորս իրար հետ։ Ընտրությունը շատ մեծ չի։ Դուք հասկանում եք խայտարակությունը։ Թուրքը հայի փողով, հայ երկիրը գնում է։ Խալում է։ Հայի փողով, հայ բիզնեսի փողով խալում է հայ երկիրը։ Որովհետեւ մի հատ դիժված կա դրա ամեն ինչի գլխին, ասում է, այս անկել վախենալով տանում տալիս են։ Այսօր նա անանիմ նամակ էի ստացել, էլի մոտապես նույն բովանդակության, որ ես կոպիտ եմ արտահայտվում ուժայինների նկատմամբ, ուժայինների մեր կան մարդիկ ընտանիքներ ունեն, հասկանում են ինչա կատարվում։ Տղեկ, ինձ ինչ։ Ես կարդացի, ցավում եմ ձեր համար։ Ցավում եմ, որ դուք ձեզ թվում է, որ դա դեռ արդարացում է։ Եթե դուք ոչ մի բան չեք անում, ձեր հասկանալը 0 արժեք ունի։ Ես կարծում եմ, որ կլինեն մարդիկ, որոնք ընտանիք ունեն, որ իրիկունը նստում են հաց ուտելու իրանց երեխեքի հետ, իրանք մտածում են, բաղը սրանց ապագան ինչ առնելու։ Ես մտածում եմ, որ կարան այդպես մարդիկ լինեն։ Բայց մենակ մտածելով, որ ոչ մի բան չանելով, ոչ մի բան չի փոխվելու։ Որովհետև եթե այս ամեն ինչի դեմը հնարավոր է առնել, հասարակ բան չի, կոշկակարը չի առնելու։ Հա, հասարակ քաղաքացին չի գալու առնի, որովհետև դուք շատ եք, դուք զինված եք, դուք ստեղից հասկանում եք վիզը, հասկանում եք, դրանք չեն կարողանալու ձեր դեմ։ Այս համակարգի դեմ կարող է կռվի միայն այդ համակարգը։ Այսինքն այն համակարգի դեմ այն մարդիկ, որոնք չեն ուզում իրանց երեխեն դառնա հարճ։ Վերջ, դուք հույս մի դրեք, որ ժողովուրդն է կանգնելու ձեր դեմ։ Որտեղ դուք տենում եք ժողովրդին կանգնած ձեր դեմ, մենակ մի բան աշխատում ձեր մտքով։ Ոնց ջարդեմ։ Չէ։ Դա ժողովրդի գործը չի միայն։ Նախ եւ առաջ ձեր գործն է, ուժը ձեր մոտ է։ Համակարգը ձեր ձեռքն է։
Դուք չեք կարող ասեք, աղբե ջան։ Այ որ ես այնքան եմ լսել, այն ժամանակ որ դեռ Երևանում եք, ասում են, ապա ասում են, ականջիս էլ որ մարդ չէ, այ որ մի 50-60 հազարով հենեք փողոց, մեկ բան չեն կարող անեք։ Այսինքն դու ասում ես, եթե 20,000 եղավ, ես կջարդեմ, կկալանավորեմ կսարքեմ ինվալիդ, այ որ դառնա 50,000, այն ժամանակ ես չեմ կարող ու արեկից փրկեք, որպես ոստիկան։ Ես ինչ բան է։ Մոռացեք էդի հանեք։ Ես հիմա գրում եմ, որ ոչ մեկ չմտածի, որ ինքը եթե մտածեց, որ ամեն մեկը այտենց չի, բան, ինքը լավ տղա է ընտանիքում, հա, ընտանիքում լավ, բայց գնում են վիժրասկին ծառայելու ու դրանով ինքը ինդուլգենցիա ունի, չէ՞ տղա, դուք ոչ թե ինդուլգենցիա չունեք, այս երկրի ազատագրերն էլ ձեր վզին է դրած։ Դուք պիտի անեք, այն հասարակ մարդու դուք գործ չունեք։ Ինքը այդ ուժը չունի, գրագիտությունը չունի, համախմբող կազմակերպողը չկա, դուք պիտի անեք։ Կամ ձեր երեխեքները, ձեր ընտանիքները մնացածի հետ հանձնվել են Թուրքիային։ Բայց դա լինելու է ձեր վզին, նորից եմ ասում։ Իմ թոշակառու մայրը կամ ուրիշի թոշակառու մայրը դրա մեջ մեղք չունեն։ Դա ձեր վզով է։ Ով որ համազգեստ ունի, բիզնես տեղից է սկսում, կամ մի քիչ ներքև էական չի։ Դա ձեր վզով է, ոչ թե այն թոշակառու կամ չգիտեմ ուսանողի։ Լավ, պայմանավորվեցինք։ Ես կինես որ ազատություն աստացել 2.5 միլիոն դրամի դիմաց։ Ես ուզում եմ մի բան էլ հասկանամ, էլի։ Այս դատավորները, որ այս գրաբները դնում են 2.5 միլիոն։ Դուք հարցել եք այս կնոջը որտեղից որ ինքը տա այդքան դուրս գա։ Կամ այդ ոնց եղավ երեք պատճառ չկար այս կնոջը թողելու, բայց այսօր դատախազները չեն առարկում։ Ինչի հենց մի հատ հանրային կլիզմա է գնում, նոր եք հասկանում, որ դուք չափերը բոլոր անցել եք։ Իմ ջանոց ասեմ, հանրային կլիզմա բոլոր բաներում է գնում, ասպարեզները գնում, ոչ թե միայն այս կնոջ մասով։ Բոլոր դուք sense համակարգով, դատախազներով, քննիչներով, դատավորներով մի մեծ կլիզմայի տակ եք կանգնած։ Բոլորդ, sense մի հատ մեծ չան է, sense այս շլանգները դուրս է գալու ու ուղղվում է ձեր բոլորի համապատասխան տեղերը։ Այդ կլիզմա երբեք չի դատարել։ Դուք այս մարդկանց վրա որ դրել եք այս ստուգանքները, բանը, այս մարդիկ որտեղից են տալու։ Մտածել եք դեմ 100,000 դնեիք։ Ձեզանից ինչ էր գնում։ Եթե այս մարդը պետք է գրավով դուրս գա, 100,000 դնեիք գոնե։ 2.5 միլիոն այս մարդկանց վրա, 25 միլիոն, 100 միլիոն, դուք այդ թվերը որտեղից եք վերցնում, դուք այդքան աշխատավարձ տալիս եք։ Թե դուք եք մտածում, ախպե ջան, էական չի ինչքան աշխատավարձում թոշակը, բայց եթե դուք ստանում ես 30,000 թոշակ կամ 50,000 թոշակ, դու բեր 150,000 մենակ հարկ մուծի, որ դու ապրում ես քո տան մեջ։ Մենակ հարկը, անշարժ գույքի։ Դուք ես ինչ լոգիկայով եք առաջնորդվում։ Ասում եմ, ձեզ բոլորին այդ կլիզմա միացած է, չի լանջատվել։ Այս մի օրինակով չեք վերջանում, չեք մաքրվում դուք։ Ինքնասպանություն կամ սպանություն։ Ամենայն հավանականությամբ ես կարող եմ ուղղակի գրազ գալ, սա հերթական սպանությունն է, նախնակով բացկացում, բայց արդեն կնքել են։ Ինքնասպանություն է եղել, փաստորեն։ Մարդը ավտոյի մեջ ինքնասպան եղել։ Ինքնասպանալն էլ ուրիշ տեղ չկար, մարդը գնացել առավոտ գործի, որ ինքնասպան լինի։ Բայց կես մեկ պարեկը գնում է աշխատանքի, որ մեքենայի մեջ ինքնասպան լինի։ Սակայն բոլոր գործերն են տես կալում։ Հրդե, զովաս 15 զինվոր, միանգամից վերջ հոդվածը դնում են ու հետո 4 տարի, այս տարի 4-րդն է կամ 3-րդն է, 4 տարի փորձում են ապացուցել, հիմնավորել առաջի վարկածը։ Դուք չհոգնեցիք դուք։ Ընկեր պարեկներ, ընկեր միլիցիաներ, ընկեր դատախազ դատավորներ, դուք չեք հասկանում, վաղը այս նույն ուխտը ձեր դուռն է չոքելու։ Ձեզ սպանելու են ու հետո մտածեն, ոնց հիմնավորել իրենց սպանածը։ Հենց մի ժամ հետո դնելու, որ դուք առավոտ գնացել եք ուրախ գործի, որ ինքնասպան լինեիք, հետո ասեն մի քանի տարի կապացուցեն։ Հետո եթե նույնիսկ չկարողանան ապացուցեն, արդեն ինչ կապ ունի։ Թեկուզ 5 տարի հետո հոգնեն մարդիկ աղեմության ժամկետով փակեն գործը։ Դուք հասկանում եք դուք ինչ համակարգ եք ստեղծել ձեր գլխին։ Ասում եմ ոստիկանության ծառայողի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։ Իրա
մեքենայի մեջ, Opel maşinçi մեքենայով։ Շնորհավորում եմ ձեզ։ Ես արդեն նայենք այս տեսանյութը։ Լստեղ նայեք, լստեղ սնելով վիճակը։ Սա ողբերգություն է։ Սա ողբերգություն է։ Ո՞ս անասունի։ Երևանի օդը ավելի մաքուր է, քան Սովետաշենինը։ Բա ժողովուրդ ջան։ Երևանի օդը ավելի մաքուր է, քան բանը Սովետաշենինը, որտեղ Սովետաշենինը ավելի կեղծ է։ Ասենք եթե բանը Երևանի օդը 40 անգամ նորմայից բարձր, Սովետաշենինը 100 է։ Համատության մեջ, տեսեք, ճիշտ ասում Ավինյանը։ Ապրի Ավինյանը, որ Երևանի օդը Սովետաշենի օդից մաքուր է։ Բա, իսկ դուք չեք գնահատում այս մարդու արածը։ Ինչ անշնորհակալազմ դուրս եկանք մենք։ Երկու նորություն արտասահմանից ասեմ, անցնենք ամենավերջի մասին։ Ինչպես գիտեք, ես ամենալավ բանը To come to me and say, that's wrong what AIPAC is doing to you. Let me talk to my AIPAC person. By the way, everybody but me has an AIPAC person. What's that mean, an AIPAC person? It's like your babysitter, your AIPAC babysitter, who is always talking to you for AIPAC. They're probably a constituent in your district, but they are, firmly embedded in AIPAC. And every member has something like this? I don't know how it works on the Democrat side, but that's how it works on the Republican side. Խոսքով ամեն հանրապետական սենատոր կոնգրեսմեն ունի իր AIPAC person-ը։ AIPAC էտի հրեաների լոբինգ խումբն է, որը ունի ներկայացուցիչ մարդ կպցրած ամեն կոնգրեսականի եւ սենատորի, որ ուղիղ թելադրում է ինչ պետք է անի եւ բանին ոնց պետք է քվեարկի, ինչ օրենսդրություն պետք է բոլորը ամեն մեկ ունի AIPAC person-ը։ Ոնց ասած, ես ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի գաղութն է։ Ընդ որում հետաքրքիր գաղութ է այս գաղութը։ Այս գաղութը փողը տալիս է Իսրայելին, որ Իսրայելը այդ փողի մի մասով գաղութացնի իր երկիրը։ Նույն ոնց որ Հայաստանն է։ Իրական բան գաղութատերը Իսրայելը փող չի ծախսում Ամերիկայի վրա։ Այս փողը որ ծախսում է սենատորների վրա, դա էլ ամերիկյան փող է։ Այդ ամերիկյան փողը ծախսում է սենատորների վրա, այս սենատորները Ամերիկայից փողերը վերցնում են տալիս են Իսրայելին։ Դեռիվ նույն պատմությունն է, այսօր Հայաստան-Թուրքիա կամ Հայաստան-Ռուսաստան տարբերությունն է։ Հիմա արդեն Հայաստան-Թուրքիա էլի։ Հայաստանի փողերով գաղութացնում են, նվիրում են, սպանում են Հայաստանը, Թուրքիայի համար։ Նույն բանն է։ Այսօր իմացա, որ Քենդես Օրենսը փակել է մի շաբաթով իր ալիքը եւ բոլոր այն մեծամասնությունը, ոչ թե բոլորը, ովքեր հակասիոնիստական նարատիվներ ունեին, կամ իրանց ալիքները փակել են, TikTok-ն արդեն փակում է, կամ զգուշացում են ուղարկում, որ փակելու են, եւ բաներով, սպառնալիքներով։ Մոսադը աշխատում է։ Մոսադը հստակ աշխատում է։ Ուզում է խեղդի բոլոր սիոնիստական նարատիվները, խոսակցությունը։ Ամերիկայի մեջ։ Ես անկեղծ չեմ հավատում, որ իրանք մեծ հաջողություն են ունենալու, բայց որ մեծ վնասներ կարան տան, հաստատ։ Ում ուզենան կարան սպանեն, առանց մտածելու։ Չարլի Քիրքին վայրկենական ինքը հրաժարվեց $2 միլիոն փող վերցնի AIPAC-ից, երկու շաբաթ հետո մաց։ Ինքը իրան խփեց։ Ոչ մեկը տենց էլ միջևը չի ասում։ Ոնց կարող է վզի ես մի կողմից մտնի, մի կողմից դուրս գա։ Պարզվում է, այս միկրոֆոնը որ տվել էին դոշին կպցրած, միկրոֆոն, որով խոսում էր։ Այդ տեղից էլ իրան խփել են։ Դիմաց էկանաց պուտով ղեկավարում։ Բայց այդ վերսիաներից մեկն է,
ու ամենահավանական վերսիան է։ Մյուս վերսիաները չեն աշխատում։ Ոչ մի ձև, ոչ մի սնայպեր այդ անկյան տակ, այդ մարսանների մեջ հերվից բան չէր կարող խփել։ Բացառվում է։ Անենց խփի, որ մտնել է չերևա, պատրոնի դուրս գալ է երևա։ Ինչ եմ ուզում ասեմ, Մոսադը ամեն ինչ կարող անի, ամեն ինչ ուզի կարող անի Ամերիկայի տարածքում ու արել է, հա։ Բայց դա որ պետք է արդյունք տա այս ընտրություններում եւ ընդհանրապես երկար ժամկետով ես կարծում հակառակն աշխատել։ Բայց կապրենք տեսնենք։ Սա եմ ուզում նայենք իրար հետ։ Սա էլ Ռուսաստանի վերաբերմունքը մեզ ընկերներ։ Армянским районам угрожает опасность. Что делать? Мы бессильны обуздать татар, исконных врагов армян. Հայրն եկել են ասում են, գուբերնատորին ասում են, մեզ վտանգ է սպառնում, ասում է, ինչ արած, մենք չենք կարող թաթարներին վերահսկել։ Сердце обливается кровью, Մենք շատ ցավում ենք ձեր համար։ когда мы вспоминаем Баку. Մենք հիշում ենք Բաքվի ջարդերը։ Ինչ արեցին այնտեղ թուրքական զորքերը։ Впрочем, погодите. Что вы скажете, если мы выдадим вашему купечеству некоторое количество винтовок, так сказать, для самозащиты? Я не знаю, как благодарить вас. Բայց ասում եմ, ձեզ մի քիչ զենք կտանք ինքնապաշտպանության։ Русский престол всегда благосклонно относился к суеверным сынам армян. Ռուսական ցարը միշտ բարձ է գնահատել հայերին։ Ու ճանապարհում է։ Հիմա գալիս են թաթարները։ Пустите мусульман. Մուսուլման մահմեդականներին։ Татарским районам угрожает опасность. Мы бессильны обуздать армян. Ասում եմ, թուրքերին մահմեդականներին վտանգ է սպառնում։ Մենք անկարող ենք ձեզ պաշտպանել։ Исконных врагов татар. Погоди. Հայերին ասում է, թաթարների մեծ թշնամու։ Мне пришла блестящая мысль. Что если мы дадим вам, вашему купечеству, некоторое количество винтовок? Շատ լավ իդեա եմ ասում, իսկ ինչ կասեք, եթե մենք ձեզ զենք տանք։ Դիա շնորհակալություն արել ու վերցում գնում են։ Այսպես աշխատելը այսպես առայսօր աշխատում է։ Ընդ որում ասեմ, Հայաստանին հապկի շրջանակներում տալիս էին որոշակի քանակի զենք, բայց պաշտպանողական մասը վաճառում են այդ զենքը հապկի շրջանակներում, բայց պաշտպանողական մասը հակաօդային պաշտպանություն եւ այլն գտնվում էր ռուսների ձեռքում։ Ադրբեջանցիներին ծախում են հարձակողական զենք, որով հարձակելու պարագայում Հայաստանը չէր կարող պաշտպանվել, որովհետև հակաօդային պաշտպանությունը գտնվում էր իրենց ձեռքում։ Սրանք երկու տարբեր պետություններ են։ Սա ցարական Ռուսաստանն էր այն ժամանակ։ Այս Ռուսաստանը Պուտինյան Ռուսաստանն էր, հա, պատերազմի ժամանակ։ Տարբեր ֆորմացիաներ, տարբեր դինաստիաներ, նրանք Ռամանովներն են, սրանք Պուտինովներն են, հա։ Լրիվ տարբեր, բայց քաղաքականությունը մնացել է նույնը։ Ես հասկանում եմ, էկրանի ընկով մարդիկ կան խորը ցավի մեջ են հիմա։ Իրանք չեն կարողանում այդ մտքի հետ հարմարվել, հարգելիներս։ Ես ձեր նկատմամբ բացի խղճահարությունից ուրիշ զգացում չունեմ, որ դուք նայում եք, բայց չեք կարող ձեր տեսածին կամ լսածին հավատալ։ Հավատացեք, դա ձեր անձնական ու շատ լուրջ խնդիրն է, դա իմը չի։ Իմ խնդիրը ցույց տալ ինչա կատարվում այնտեղ, ինչա եղել այնտեղ, ինչա կատարվում, ինչա հնարավոր կատարվի արդյունքում, որպես պատճառահետևանքային կապ։ Իմ խնդիրը ոչ մեկի, ոչ սիոնիստներին նվաստացնելն է, ոչ ամերիկացիներին նվաստացնելն է, ոչ ռուսներին, ոչ էլ ֆրանսիացիներին, բացարձակապես։ Որովհետև իմ խնդիրը Հայաստան պետություն փրկելն է։ Ոչ թե դրսում թշնամիներ ման գալը։ Ուղղակի մենք պետք է իմանանք ով ինչը արել եւ հիմա անում մեր նկատմամբ։ Կամ անդեր մի բան անում է, որը թռալու է մեր դեմ, կամ մեր օգտին։ Սա։ Ուզում ես ահավոր տեսանը մատի երդ նայեք։ Նայեք։ Սա ոհմակային ծեծա
պատանում։ Ես պետք է ասեմ, ոսենց բան ժամանակին երևի հնարավոր չէր, որովհետև տղայական աշխարհում չեմ ուզում իջե վերջնեմ, ահա որա։ Տղայական աշխարհում բան կար, չգրված օրենքներ կային այդ օրենքները։ Հա, որ ասենք մի քանի հոգով մեկին չեն ծեծում ամոթը։ Որ մի հոգու վրա է նույնիսկ եթե ինքը մենակ է, բայց ճիշտ է, ոչ մեկ չի կարող ձեռք բարձրացնի։ Դրանք չգրված օրենքներ էին։ Ես այդ օրենքներով մեծացել եմ։ Ծնվածասովանից։ Ու այս պարագայում սրանց կնախատեին, չէ, կպատժեին այս լակոտների բոլորով մի հոգու վրա արձակվելու համար։ Բայց այնց է ստացվել այս ամբողջ ժամանակի ընթացքում, որ այս օրենքներից դուրս մեծացնածները, ոնց ասեմ, սրանք ինչ որտեղ ասպետական օրենքներ էին, որ եթե դու ճիշտ ես, դու ճիշտ ես։ Ուսումա 1000 հոգի դեմդ կանգնած են, իրանք էլ գիտեն, որ իրանք իրավունք չունեն քեզ մատով կպնելու։ Հա, որ եթե նույնիսկ դու ճիշտ չես, էլի 1000 հոգով իրավունք չունեն քեզ կպնելու, որտեղ այնտեղ ասպետականություն կա, էլի։ Ասում իմաստը ո՞րն է 10 հոգով մեկին ծեծել ամոթը։ Բայց քանի որ իշխանության են եկել այս ամբողջ ընթացքում մասնավորապես հիմա տեսակներ, Ալյոնա, չգիտեմ, Իոնիսյան բան, ասենք Արարատ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան տեսակներ, որոնք, չգիտեմ, պատահական են, մկանցակերից են դուրս եկել, իրանք փողոցում չեն մեծացել, իրանք այս օրենքները չեն տեսել, չգիտեն ասպետականություն ինչա, չգիտեն ամենակարևոր բանը, սեփական խոսքի համար պատասխան տալն ինչա։ Այս ամեն ինչը բերել է իրավիճակի, որ սա հնարավոր է, որ այս լակոտները նույնիսկ ոչ թե միայն չեն ամաչում, նույնիսկ նկարում են, որ հետո ուրախանան, հասկանում եք, ինքան ամեն ինչ բոլոր մասշտաբների վրա աղավաղվել, ոչ թե իրանք չեն հասկանում, իրանք սխալ բան են անում, նույնիսկ նկարում են, որ բախտանան, չի, որովհետև այս կարգի ոհմակային վիժվածքները, որոնք իրենց խոսքի արարքների համար պատասխան չեն տալի, այսօր ինչ է ղեկավարում։ Այս երեխեքը ուղիղ կոպի են անում, այն ինչ որ իրանք տեսել են։ Ուղիղ անում են նա, ինչի համար իրանց ականջները պոկող չի լինելու, ինչի համար իրանց sense գլուխը պատերին ծեծող չի լինելու, որովհետև եթե անող լիներ, իրանք հաստատ այս բանը չէին անի։ Որտեղ տեսած կլինեին արդեն, տես մեկը արեց ու նախատեցին, պատժեցին, չի կարելի։ Չի կարելի, տղայս ուզում ես կռվանես, հարց կա գնա հարցը տարա, մենակ, լուծի տղամարդու նման, էլի, կանչի դու էլի, դերուս։ Բայց ես ինչ եք անում դուք։ Սրանք, այս ինչ որ կա, ես երեխեքին չեմ կարող մեղադրել։ Սրանք ուղիղ արտահայտությունն է, ինչ որ կատարվում է երկրում։ Ոչ թե սրանք մեղավոր չեն, սրանք մեղավոր են, այս լակոտներ են, այս հանցանքի համար իրենք պատասխան տան, ու շատ իրենք պետք է պատասխան տան, մասսայական, հանրային ձևով, որ մնացածը հասկանան, որ չի կարելի։ Բայց միևնույն ժամանակ, եթե այս վիճակը չլինի, սա չլինի։ Սա ընդհանրապես հետևանքն է։ Հետևանքն է դրա, այն ինչ որ մենք ունենք պետական կառավարման, պետական բարոյահոգեբանական մթնոլորտում մակարդակների վրա։ Ու սա արվում է միտեղ, որտեղ 12000 տարեկան բան են գտնում, դուք հասկանում եք։ В Армении и на Южном Кавказе. На месте раскопок побывала наш корреспондент Лилит Мадонц. Лилит, что удалось найти? Археологи откопали несколько десятков небольших помещений из массивных камней. Среди находок и коллекция орудий труда. Наконец... Պատահական շինարարության ժամանակ գտել են, հանել, սա կարծեմ գիտեք որտեղ է, որտեղ ուզում են բանը, ակադեմիական քաղաքը կառուցել։ Երևանի վերը, չէ, Երևան չասած։ Դեռ աշտարակի ճանապարհի տարածքում, որտեղ բանը հրրակ։ Քարեր շարժել են, տեսել են 12000 տարեկան բաներ կան դեռ։ Наконечники для стрел и дротиков, скребки для обработки шкур и ножевидные пластины, которые были сделаны из обсидиана и базальта. Они уже, вот, скажем... Օբսիդիանից եւ բազալտից ոսրոտական քարեր բաներ կաշի մշակելու գործիքներ են գտել։ Սա ես տեսել եմ երկու օր առաջ, ուղղակի չգիտեի, որ
Мир 24-ն էլ ցույց տալու։ Примитивные орудия, они имеют рабочие края, и в этой части тоже очень видно. Они вот с этим обрабатывали органические, ну там, скажем, материалы. Руководитель экспедиции Акуп Симонян демонстрирует лишь малую часть находок. Խոսքով, ասենք 12000 տարվա, պրիմիտիվ կենցաղային, բայց գործիքներ են արդեն օբսիդիանից եւ բազալտից։ Ոչ ցույցատալի մի բան, այս լակոտներն ինչ որ անում են, այս սրան։ Անում են մի տարածքում, որտեղ մարդը 12000 տարի առաջ արդեն ինքը կենցաղ էր վարում։ Ու մի հատ ինձ ասեք տեսնեմ 12000 տարվա մեջ մի բան չփոխվի մարդու պահվածքի մեջ։ Ո՞նց կարող է լինի։ Которые археологи обнаружили прямо во время съемок. Еще несколько сотен артефактов уже отправили в фонды историко-культурного наследия. В самом центре поселения обнаружили каменный трон. Он продуман до мелочей, с формой для рук, ног и спины. А прямо перед ним находится плоская скала, которую археологи считают местом для подношений. Խոսքով, տեսեք ու մտքով կանցնի, որ սա հնավայր է։ Ոչ մեկի, բայց մենք պատմության վրա ենք ապրում, պատմության կողքը, պատմության մեջ։ Այս ամեն ինչը հենց հիմա ակտիվացել է, որ մեզ հուշի։ Տեսեք, պատմությունն է ակտիվացել, որ մեզ հուշի մեր անցյալի մասին։ Համես դեպքերն են ակտիվացել, որ հուշի, որ մենք պաշտպանված չենք, ըս հրդեհներն է, ջրհեղեղներն է։ Այս ամեն ինչը ակտիվացել է, որ մեզ հուշի ով ենք մենք եւ ինչ վտանգների առաջ ենք կանգնած։ Որովհետեւ վտանգներ կարող ունենան ցանկացած մարդ իր կյանքում։ Հարցը դա չի, վտանգը որքանով է ինքը սարսափելի եւ անհաղթահարելի։ Ամենամեծ բան հարցն է, դու որքանով ես պատրաստ դրանք հաղթահարելու։ Որովհետեւ ոչ մեկ ապահովագրված չէ հիվանդություններից, բայց անկախ նրանից մենք երբ կհիվանդանանք, ոնց կհիվանդանանք, մենք միշտ խնամում ենք մեր մարմինը, օրգանիզմը, որ նա ուժեղ իմունիտետ ունենա ցանկացած վիրուսին դիմագրավելու համար։ Կարող է նույնիսկ եկեկապե գնացել է մենք տեղյակ չենք, որտեղ մեր իմունիտետը ուժեղ է եղել։ Իսկ եթե թույլ լիներ ամեն ինչ կարող էր կպտել ու մնար։ Հիմա սա նույնն է։ Նույնը, մարդ պետք է չսպասի վտանգի, մարդ պետք է այնպես նշանները հաշվի առնելով, գիտակցի ով է ինքը, ուր է գնում, ինչի համար է գնում, որտեղ է իր թույլ կետերը, մաքրի վերացնի թույլ կետերը, փաթաթի բուժի իր վերքերը, որտիսի տեղից վիրուսներ չանցնեն։ Այս ամեն ինչը մեզ հուշում է, որ մենք պատահական անցորդ չենք այս կյանքում, ու որ մեզ վտանգներ է սպառնում։ Ու վտանգները հենց ստեղից է։ Ու մենք պետք է գործողություններ իրականացնենք։ Դա համար ես որ ամեն անգամ ասում եմ օգնեք այս ալիքին եւ տարածեք, սա զուտ խոսքեր չեն, սա հենց իմունիտետի բարձրացման համար է ասվում։ Այսինքն ամեն մի անող գործողությունները պետք է հասկանա մի բան, եթե չլիներ բոլշևիկների, կոպիտ օրինակ եմ ասում, այն քարոզչական պրոպագանդիստական խումբը, որ աշխատում էր բազմաչների տարածքում եւ թուրքական ցեղերի մեջ, չէին կարող բոլշևիկները ունենալ այդտեղ իշխանություն եւ աջակցություն, թեկուզ խաբելով։ Բայց սա է մեթոդաբանությունը, որտեղ առանց ինֆորմացիայի եւ ինֆորմատիվ աջակցության դու չես կարող զենքով ոչ մի բան պարտադրես։ Հիմա ինչ է անում Փաշինյան Նիկոլն ու թուրքերը։ Ինֆորմացիոն մեզ խաբում են, ինֆորմացիոն մեզ սպանում են, հետո գալիս են ոչ թե գրավելու Հայաստանը, իրանք քայլելով գալիս վերցնում են այն ինչ որ արդեն մենք պատրաստ ենք զիջելու։ Ինչպես Արցախը, ինչպես Բաղանիսը, Ոսկեպարը, արդեն երթը Սյունիքին է եւ ամբողջ Հայաստանը։ Նայեք, ոչ մեկ կրակոցով չի եկել գրավել ոչ մի բան։ Մենք զիջել ենք։ Ինֆորմացիոն դաշտում մեզ նախապատրաստել են, որ դու հիմա պետք է զիջես։
Դու հիմա պետք է արդեն հետո սունիկը զիջես, հետո դու պետք է քո էլեկտրացանցերը զիջես, հետո դրանց գալու է ճանապարհները պետք է զիջես, հետո գազատարը պետք է զիջես, հետո լանկա մի խոսքով դու պետք է զիջվես, ես սա տարածքը պետք է դառնա Թուրքիա։ Ուտե խանգարող հանգամանք չկա։ Ոչ Ամերիկան ա դեմ, ոչ Ռուսաստանն ա դեմ։ Բացարձակապես։ Ես այդպես եմ տեսնում։ Ով պետք է դեմ լինի սրան։ Հայ ժողովուրդը ենթադրում եմ, ուրիշ մարդ չկա։ Ուրիշ գործոն չկա բացի հայ ժողովրդից։ Իսկ մենք չենք կարող դեմ լինել, եթե չգիտենք, տեղյակ չենք, տեղեկացված չենք, մեր հետ ինչ է կատարվում ու ինչի համար է կատարվում եւ ոնց կարելի է դրան դիմագրավել։ Այդպես որ սիրելիներս, եթե դուք օրական ամեն մեկը 5 հոգու կարողանա հետը խոսի, սա ցույց տա, բացատրի եւ պարտադրի, որ սա դառնա իր ինֆորմացիոն աղբյուրը, ոչ թե հանրայինը, ոչ թե պրոպագանդիստական այլ ալիքները, մենք կդառնանք անհաղթահարելի ուժ ռուս-թուրքական այս ծրագիրը իրականացնողների համար։ Հուսով եմ ես բավականին մատչելի բացատրեցի ինչա մեզանից բոլորից ակնկալվում։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։